Ապես պատմաբանների մոտ միշտ մեծ է գայթակղությունը պատմությանը նայել իրենց ժամանակի զանգակատան գանգաթից, կարծես թե, բայց դա սխալ է։ Գիտեք, իր ժամանակի մարդիկ ունեին որոշակի բարոյական ընկալումներ, որոնք օրինակ 21-րդ դարի մարդու համար անհասկանալի եւ նույնիսկ ծիծաղելի կլինեն։ Նույն ձևով, երբ որ հիմա 1000 տարի հետո 31-րդ դարի մարդը ինչ որ հրաշքով մերս հարցազրույցը դիտի, մեզ 1000 տարի հետո ինքը մեր բարոյական ընկալումների վրա կարող է ծիծաղել։ Օրինակ տեսեք, մի հատ տիպիկ օրինակ բերեմ, օրինակ հին Հռոմում գլադիատորական մարտերը, որտեղ մարդ էին սպանում արենայում, այնքան սովորական բան են, ինչպես հիմա մեր համար բռնցքամարտի մենամարտերը կամ մարտեր առանց կանոնները, որի արդյունքում, ասենք, առավելագույնը ինչ որ մի մարզիկի քթից արյուն է գալիս, շատ հազվադեպ են մահվան ելքերը։ Այն դեպքում, երբ որ հին Հռոմում արենայում գլադիատոր սպանել են, սովորական բաներ, այնքան ինչքան հիմա հաղթող մարզիկի ձեռքը բարձրացնելը։ Նույն ձևով միջնադարյան մարդու համար իր կրոնական պատկանելիությունը իր ինքնության առաջնային եւ կարեւորագույն մասն էր եւ պատահական չէ, գիտեք, նահատակությունների այդ մեծ քանակությունը, որ մենք միջնադարում ունենք, որովհետեւ մարդը իրեն կրոնափող համարելու պարագայում համարում է, որ իր հոգին կկործանվի եւ ինքը հավերժական տառապանքների կլինի, ինքը գերադասում է այդ բանը իր մարմինը տառապի եւ ինքը նույնիսկ զրկվի կյանքից, բայց կրոնափող